Ծնեբեկը ուզում եմ խաշեմ, սովորական պետք է խաշեմ, մի փոքր ձետ, կիտրոնի հյութ ավելացնեմ, աղ ու սև պղպեղ։ Այդ ամենահասարակ ձևով ու գիտեք դե շատ օգտակար է, շատ լավ է, սեզոնին մենք միշտ առնում ենք, դե միշտ չի որ լինում է, բայց միշտ առնում ենք։ Ես հատկապես կանաչն եմ սիրում, համարյա միշտ կանաչն եմ առնում, բայց սպիտակն էլ է շատ օգտակար։ Բարերեկո իմ սիրելի բարեկամներ, երեկո ժամը 6-ն է, ես ուզում եմ սուրճ խմեմ, բայց առանց կոֆեինի, պետք է խմեմ այս ցիկորիից, այսօր մեր լավ բարեկամներն են նվիրել, իրանք էլ կարծեմ Ֆրանսիայից էին գնել այս սուրճը, չգիտեմ մեր մոտ այստեղ, ոնց որ ասեցին այստեղ չկա Բելգիայում, Ֆրանսիայից են գնել։ Ես էլ էլի սենց սիրուն, փրփրոտ, նայեք ինչ սիրուն սուրճ է։ Մի հատ համ տեսեմ։ Այս էլ է համով, տարբեր է իհարկե սովորական սուրճից, բայց այս էլ է համով։ Կամերան մի քիչ չասնեմ։ Ահա։ Երեկ չի առաջին օրն եմ բերել, գցել եմ փոստի արկղի մեջ, ես էլ ասում գրեմը չբերեցի, նայեք ես բան էս ինչ եղավ, չկա, ու մեյլս նայեցին, դե գրած էր, որ ձեր պատվերը առաքված է, ասի ոնց թե առաքված է, չեմ բերել տվել, շարունակեցի կարդալ, ներքևում գրված էր, որ ձեր փոստարկղի մեջ է, գնացի վերցրի, որտեղից այս վերևին ասացել ոնց որ բացվում, չենք կարա ետ ուղարկենք, այնպես որ հանդիստ կարամ բացել, ինչ էլ փոքր աման է, Այս 15 SPF ունի, 30 մլլիտր, այսա բացեմ նայենք, ինչ կրեմ է, ես չեմ օգտագործել ընդհանրապես, առաջին անգամ այդպես կրեմ էի նայում, այս բերեց, գովաստ բերեց, ասեցի նայում ես ինչ կրեմ է, Foundation, Color Changing, հիմա տեսնենք հլա, ես մոտս սպունգ բան չկա, այսենց այդ նախկինում ով էր սպունգով քսում միշտ էլ, նայեք, այսպես սպիտակ է, հիմա պետք է փորձեմ ժողովուրդ ջան, ես գրեմ քսել եմ արդեն այսօր, սպասեք անեմ ակնոցներս, որ դուք տարբերությունը տեսնեք ու ինձ էլ ասեք, ինչ է, կարծում եմ լավ է, չէ, տարբերությունը այդպես չեք տալիս, արդեն չորը, երկրորդ, երրորդ օրնա դուրսն է արդեն, բերեմ մի հատ այս բույսերը, ծաղիկները ջրեմ, վարդը ոնց որ լավացել է, այն տեղը, որ արել էինք օգնում է, այսա կողքից նորից կանաչ ճյուղեր են դուրս եկել, արդեն կոկոմ կա, այսա վրան, այն որ ուրախ անում ես ամեն մի ծլած, ամեն մի ծիլի համար։ Վարդը արդեն շատ լավ վիճակի է, գնայեմ, հետո եթե էլի թրթուրներից լինեն, նորից այդ տեղից կփչեմ, այս լոլիկի սերմերն այս են ծլել, ինձ թվում է արդեն կարելի է տեղափոխել մեծ ամանի մեջ, այս մի քանի հատն էլ վարունգը, այս էլ են մյուս վարդը, աճում է, այն էլ է աճում, այս վարդն էլ տեսեք էլ է կողքից կանաչ դուրս է եկել, էսա, արդեն կոկոմ կա, Այստեղ էլ արդեն կոկոմները ուզում են բացվեն, այս հողն էլ էր թապել Քսենյան, այս մի քանի հատ ծլածներն են, սրանք էլ արդեն այսքան մեծացել են, տենց այդ որ պիոնա, գյորգինայա, ինչա, չգիտեմ, կաճեն, հետո ծաղիկը դուրս կա կիմանանք ինչ էր, իսկ այս կողմում ելակներն են, այս էլ ցույց տամ, Մեր մոտ այսօր 20 աստիճան էր,
Իրիկունները դեմքս լվանում էի այս սրանով, էի անցյալով եմ ասում, որտեղ հիմա արդեն սրանով չեմ լվանում, մի քիչ տակ մնացել, ես արդեն վերջանում է ու այս էլ սկրաբը շատ նուրբ սկրաբ է, Yves Rocher-ից իդեպ, լավն է շատ։ Հիմա արդեն ուրեմն այստեղ, հիմա սրանով եմ լվանալու, այս կարելի է շաբաթական 2-ից 3 անգամ սրանով անել, բայց ինքան լավ է մաքրում, որ թաց մաշկի վրա քսում ենք էս, պիլինգա, հետը մասկայա, հետը երկար չի կարելի դեմքի վրա թողնել, մի ամենաշատը մի 5 րոպե, բայց ես այդքան էլ չեմ թողնում, այսպես մի 2-3 րոպե լվանում եմ դեմքս, իրոք ինքան լավն է Garnier-ից, եթե ուզենաք դուք էլ պատվիրեք, դենց եմ ասում կաղամարդ լինի մտածես գովազ դանը, բայց չէ, ինչ գովազ ժողովուրդ ջան, ինձ ով է գովազ պատվիրում, որ ես էլ գովազ դանեմ, ակամայից ստացվում է գովազ, չէ, այսպես մի հատ թեթևակի չորացնեմ, շատ էլ չեմ չորացնում, խոնավությունը ոնց որ թողնում եմ վրան, որ հետո չնայած հիմա կոնկրետ պետք է մի հատ էլ լասյոնով անեմ, որ այս լասյոնն եմ օգտագործում, շատ գոհ եմ, շատ լավն է, էլի Garnier-ից է, վիտամին C-ով, համ որ մեյքափի հետքերը դուրս գա, համ էլ դեմքը վիտամին C-ով է ապահովում, սնուցում է վիտամին C-ով է մաշկի համար լավ է, փայլ է տալիս վիտամին C-ն մաշկին, ոնց որ շողա մաշկը, մաշկը եթե հետևենք, աղջիկներ, եթե հետևենք մեր խնամքին, չէ, անպայման արդյունքը կտեսնենք, հիմա մաքուր մաշկի վրա քսում եմ Ռետինոլը քսում եմ շաբաթական 2 անգամ ու պարտադիր առավոտ արևային կրեմ պետք է քսել, եթե դա այս վիտամին A-ն է, եթե ռետինոլ եք օգտագործում, պարտադիր պետք է առավոտ արևային կրեմ քսենք, բայց ես առանց դրա էլ եթե ռետինոլ չեմ էլ անում, ասենք սերում եմ մենակ անում, օրինակ մյուս օրերի սերում եմ անում, էլի արևային կրեմ ես քսում եմ պարտադիր։ Ես նախկինում չեմ արել, չեմ էլ իմացել, որ արևային կրեմը պարտադիր պետք է օգտագործվի, դե մտածել եմ արևայինը պետք է մենակ արևի ժամանակ քսվի, բայց չէ, պետք է միշտ քսվի։ Ու հիմա այսպես հարվածում ենք, որ ներսեցի մաշկի մեջ ու մասաժ ալինում էլի, արինը շրջանառություն է կատարում մաշկի տակ։ Նես լավ ոնց որ հագեցած լինի քաշեց, ներսեցեց քաշեց ջանը։ Գիշերային կրեմն եմ քսում, ես էլ վերջանում, բայց արդեն նոր կրեմները ունեմ։ Ես չեմ թողնում, որ վերջանա նոր առնեմ միշտ։ Սապասով էլի սենց ասած, առնում եմ։ Այսպես որ անում ենք, ավիշը հոսում է ու այտուսները գրանում են։ Ասեմ, որ ես կրկնակզակը, կարում ասեմ, որ ահագին տարբերություն է տալիս, ես զգում եմ, որ ավելի մեծ էր, ավելի բաներ, հատկապես որ ավելի գեր էի, հիմա ահագին տարբերություն է տալիս։ Ես եմ մի քիչ հարվածում եմ, որ այրաշրջանառությունը լավացնում ենք։ Լավ, աղմիքի հերթա, ձերքի կրեմ արդը սենյակում կքսեմ գնաց։ Բրինձով պլավ եմ եփում, էստա բասմատի բրինձալ լվացել եմ արդեն, բանջարեղենա սոխառած եմ արել, սխտոր եմ լցրել, պրեյ, կարմիր ու դեղին բուլղարական պղպեղ, նեխուր, կանաչ ոլոր, ինչքան կանաչի ունենք լցրել եմ, չէ էլի ունենք, բայց ամեն ինչի որ լցրել եմ, համեմունքներն էլ ավելացնեմ, շատ համով պլավա լինում ես, սև պղպեղ, կարմիր պղպեղ, պարտադիր քրքում, որովհետև այնքան համով է լինում քրքում այս բրինձով պլավի հետ, ջուրը մի անգամից կլցնեմ, նոր խառնեմ, ոչինչ, մի ձեռքս զբաղված է։
արդեն պատրաստ է, անջատեմ, մի քիչ էլ թարմ աղադանոց վրան կլցնեմ, ուղղակի սիրունության համար։ Բարի լույս, սիրելի բարեկամներ, այս վլոգի մեջ հնարավոր է մի քանի անգամ բարևեմ, որովհետև տարբեր օրեր եմ նկարել։ Գենդում եմ, էլի գործի եմ գնում, տրամվային մեկ անցավ, այն մյուսն էլ կանգնած էր, բայց չի հասցնի, կանգնածը պետքա վազայի, որ հասցնի, չի ուզում վազամ, իսկ դե ես մեկն էլ գնաց, ոչինչ, հիմա կգնամ ես կանգարում կսպասեմ, մի 2 րոպե հաստատ ժամանակ կլինի, որ ձեր հետ խոսամ, նախ քանի հիշում եմ ասեմ, Instagram-իս էջի հետ կապված, հին էջը չկա, նոր էջ եմ բացել, եթե ինձ ուզում եք գտնեք Instagram, խնդրում եմ գտեք, նկարս դրված է, կգտնեք այդ ձևով, եթե չեմ սխալվում ազգանունս չեմ էլ գրել, մենակ անունս եմ գրել, այդքան շատ չեմ էլ օգտագործում, որ իմանամ, բայց ինչ որ է, կարաք ինձ Instagram-ում գտնեք, խնդրում եմ, եթե ուզում եք իմ հետ կապ հաստատեք, այդպես մեկ էլ, նախորդ վլոգում նայեցիք ընկերուհուս էի ցույց տալիս, ես ծանոթացրի իր հետ, բայց չասեցի, որ ինքը բուլղարացի է, այդպես լավ ռուսերեն է խոսում, ամուսինը հայ է, ինքը բուլղարացի է, դրա համար եմ ասում մեր ազգի հարսը, ու շատ շնորհակալ եմ, որ շատ սիրուն խոսքեր եք գրել իր համար, ինքը իրոք շատ լավն է, շատ լավ բնավորություն ունի, իրար շատ լավ հասկանում ենք մենք, իսկ ինչ էլ ծորն էր, այսօր կարային ուրիշ գույն հագնեին գործի գնալուց, դեղին, նարնջագույն կամ կարմիր, դեղին արդեն հագել էին, մի օրն էլ էր կարելի, շաբաթ օրը հագել էի, նարնջագույն չունեմ, կարմիրը դե սիրում եմ, ունեմ ու կարմիր հագա, ու շատ այնտեղ նայում էի կույր մարդ էր անցնողը, կայարանի աշխատողներից էին, թևանցուկ էր արել ու այդ կույր մարդուն բերեց կանգար, չնայած որ այսա կույրերի համար մաքսիմալ ամեն ինչը հեշտացված է, բայց ամեն դեպքում էլի տես թևանցուկ արած բերեց, մեկ էլ գիտեք, երբ որ հաշմանդամներ են, չէ, հասարակական տրանսպորտով երթևեկում, ավտոբուս, տրամվայ, այնքան իրանց համար հեշտացրած է, հարմար է, այ տրամվայս եկավ, գնացի, վազացի հասցի, բերեց այդ մարդես կույր մարդուն տեղավորեց տրամվայի մեջ ու ինքը գնաց, վերջում էլ ինքը այդ բերող ներողություն ընտրել, չգիտեմ ինչի համար, կարևորը հասա ես եմ ստացի ժողովուրդյան, որ չսպասեմ էլ հաջորդին, չգիտեմ էլ ինչ ասեցի, ինչ մոռացա, այնքան է տեսպեք ինչքան արագ ընթացքի մեջ նկարում եմ, ուզում էի ասեի, որ հաշմանդամների համար էլ այս տրամվայ ավտոբուսներ շատ հարմարացրած են, հատուկ բան կա մեջը, որ եթե սայլակով են գալիս պետք է բարձրանան ավտոբուս կամ տրամվայ ավտոբուսները օրինակ թեքում են այդ մի կողմը իջացնում են ու բան կա մեջից բացում են, այդպես երկաթից քառակուսի բանը բացում են, որ սայլակով կարող են բարձրանան ավտոբուս, նույն ձևն տրամվայի մեջ են բարձրանում։ Փոփոխական եղանակ այստեղ Բելգիայում։ Երեկվա շոկն ասեմ, թե այսօրվա ցուրտը։ Ես էլ գիտեի տաք է երեկվան նման թեթև եմ հագնվել։ Շալվարը, որ ասեցի նախորդ վլոգի մեջ, ասեցի ընկերուս հետ գնանք մեր խանութում փոխենք, բայց պլանները, որ փոխվեցին, այդ կողմ չգնացինք, սրճարան չգնացինք, ինքը առաջարկեց իրանց տուն գնանք։ Դրա համար շալվարն էլ չփոխեցի, հիմա էլի այսօր հետս վերցրել եմ, տանեմ, տեսեմ ռազմեր կա, փոխեմ։ Եթե փոխեմ գնացքի մեջ ձեզ ցույց կտամ։ Մի քիչ կասկածում եմ, արդեն այս 3-րդ օրն է, որ առել եմ, բայց ամեն դեպքում մի հատ կգնամ նայեմ։ Լավ կլինի, որ այսօր ինձ ներքև է բաժնում նշանակած լինեն։ Հանգիստ կկարողանամ նայեմ, գործի ընթացքում չի կարելի նայել։ Մի անգամից իջնեմ ներքև, տղամարդկանց բաժին նայեմ, կա այդ շալվարից թե չկա։ Հիմա չեմ հիշում էլ ինչ էր ինձ պետք խանութից ընթացքում կհիշեմ, բայց հիմա չեմ հիշում իրոք։ Սա գնանք հլը, նայենք կա թե չկա, լավ կլինի որ լինի, էսա կախած են, նայեմ հլը էմը կա Աշուտի բախտից։
Շուտի բախտին ինչ ա եղել, իհարկե կա։ Ահա, այս շալվարներ։ Ամառվա համար ինքան լավն է, հարմար թեթև։ Արժեքը 22 եվրո։ Էս ինչ ա վրան։ Անայնք ամեն ինչ նորմալ է։ Հա, նորմալ է, տանեմ փոխեմ։ Այս վերնաշապիկներն էլ հետն են կախած, բայց չգիտեմ, անշուտ էս բան կհակնի թե չէ։ 22 եվրո արժի էլի, բայց չգիտեմ ճիշտն ասած կհակնի, կարող եմ տանեմ փորձի։ Ինքը չի գալիս, որ ինքը իր համար ընտրի, ես էլ ուղղակի չգիտեմ, M-ը կլինի, L-ը կլինի, Սանթա տանել, բերել, փոխել էլ ինձ մի քիչ արդյունացնող անկեղծ ասած։ Հա, ինչ կասեք, կհակնի արդյոք Հակոբյանը։ Լավ, մի հատ հեռախոսն անջատեմ, չափ ու ձև անեմ։ Այսօր տոնական օր է մեր մոտ։ Danke, Schatje. Ist okay, ist mooi. Danke wel, Zuitje, is genoeg is. Ja? 1 keer dat maken. Ja, zeker. Ja, oké. Beetje banana? Nee, genoeg zat. Zo, все. Op Russisch, все. Այսօր հեռախոսները կարելի է հետներս խանութ իջացնենք։ Աշխատանքի ժամանակ էս բացառություն ասեց, բան երբեք չի եղել։ Հիմա ես բեբիների սեղանի մոտ եմ, ուզում եմ բեբիների մայկաներն ու շորտերը ծալեմ։ Իհարկե այդքան քանդված չի, ահագին լավ վիճակում է, բայց էլի պետքա ծալվի, էլի ուղեղվի։ Ներեր չկա, հանեմ մի քիչ էսպես նկարեմ։ Հեռախոսը կարելի է, բայց չի կարելի, որ հանենք ու մեր համար ինչ-որ բան նկարենք։ Ката? Ката. Какие-то. Ja, das ist nicht 100% Karton, maar das ist Karton rich. Ja, nicht 100%, maar ist Karton, ja, 50%. Ja? Անջատեմ հանկարծ մենեջեր չկատեսնի։ Ասիետիշ նկարահանումները սանում գործի ժամանակ Սվետլանա արի վերև դիմում գրի գործից ազատում ենք քեզ։ Արդեն սցենարն էլ գծեցի, զգացիք։ Ես հլը ծալում եմ, պատկերացրեք այս սենց օրալինը, որ 6 ժամ կանգնած պետքա ծալենք այս մանր բաները։ Այստեղ աշխատողները հիմնականում բոլորը ունեն մեջքի ցավ։ Հիմա շորտերն եմ ծալում բեբիների, ուզում եմ ռազմերներով անեմ, որ սիրուն լինի։ Հետո գնալու եմ աղջիկների բաժին։ Հիմա էլ մեծ աղջիկների բաժնում եմ։ Համ թողել են հեռախոսը վերցնենք, հետներս թույլ են տվել, համ էլ դե հո չեն թողել, որ բերենք նկարենք։ Ես էլ առիթից օգտվելով մեկ-մեկ ասում եմ նկարեմ, հիմա մեծ աղջիկների բաժնում եմ ծալում։ Բայց լավա մինչև 4-ն եմ ծալելու։ Այսինքն 4 ժամ եմ ծալելու, հետո գնալու եմ արդեն հանդերձան։ 2 ժամ էլ հանդերձան պիտի աշխատեմ։ Անդադ կանգնած ծալելու լավ չի մեջքի համար։ Լուղազգեստներն են էստեղ։ Շորտեր։ Դակ ինչքան մեծ խանութ է, ես հիմա ներքևի հարկում եմ, այս ցախ կողմը, որ ցույց եմ տալիս, մինչև այն վերջը մանկական բաժինն է, այնտեղ։ Այս կողմն էլ է, մանկականի կեսը այս կողմն է։ Այս պատից են կողմ էլ բաժին կա։
ու երկրորդ հարկում։ Այն կողմում վերելակն է ու շարժասանդուղքը, որ վերև բարձրանան հաճախորդները երկրորդ հարկ։ Ես հələ ծալում եմ։ Իսկ գիտեք քանի ժամ արդեն։ Համարյա 4 ժամ։ Այդքան շատ մարդ էլ չկա, այսօր հաճախորդ չկա խանութում։ Մեծ աղջիկների բաժնում եմ, քիչ սվիտերները ծալեմ, գնամ մի քիչ փոքր աղջիկների բաժնում ծալեմ ու վերջացնեմ։ Հանգիստը շատ տարօրինակ է, օրը 3 շաբթի է, բայց իսկոն հանգիստ, բայց վաղը շատ մարդ կգա։ 3 շաբթի օրերը շատ են գալիս, դպրոցը շուտ վերջացնում են երեխեքը ու գալիս են առևտրի։ Վերջացրել աշխատանքային օրս, արդեն գնացքի մեջ եմ, սուված էի մոտս եմ գույս կարում 2 պատկերը, 2 բան առա խանութից, հիմա ցույց տամ, որովհետև տանը չեմ հասցրել ցույց տամ։ Ջինսի շալվարն առել, զեղչված։ Երկևեն մասը հիմա մոտ է, 8 օր այս դեպի առաջ։ Ես թվում էր սխալ եմ կարում, բայց պաստոր մոտ է։ Ես մեկ, մի հատ սովորական ջինսի շալվար, էլի զեղչված, սենց ուղի վիշտ։ Վերնաշապիկը վերցրի, տեսնենք ինչ կասի շեֆը։ Ոնց որ ցանցակիտ լինի, էլի ամառվա համար լավ է։ Չի շոկացնի։ Չնայած որ գործվածքը հաստուտ է, բայց սենց անցքի լուր է։ Տաբատներ տեսակ խանութում։ Ասեք կտրոնները հավաքիչ կուրսն է։ Արևային ախրոսներ թորնիկներիս համար։ Առայժմ մենակ տղաների աղջիկների համար հետո առնեմ։ Ու տապատը դե արդեն խանութում տեսակ տանում տեսեմ հակով կլինի։ Այս էր առևտրիս սպելներս ասեցի խոսքի եդրել ճանապարհին չէ, որ առնեմ ցույց կտամ գնացքի մեջ։ Այսքանը հիմա հրաժեշտ տամ ձեզ, չմոռանաք հավանեք տեսանյութը, մի հատ որևէ սմայլի բան դնեք, ակտիվացնեք էջս ու լավ մնացեք, հանդիպենք հաջորդ վիդեոյում։ Հաջողություն։